Ասում են անիմացիան իրականությունը փոխելու արվեստն է ընդհանրապես թղթի, մատիտի եւ անսահման երևակայության միջոցով։ Այսօրվանից Երևանը մեկ շաբաթով վերածվում է հենց այդ երևակայության համաշխարհային մայրաքաղաքի։ Սկսվում է ռեանիմանիան։ Reanimation կամ վերակենդանացում փառատոնի անունը արդեն հուշում է նպատակը։ Նոր շունչ տալ հայկական անիմացիային եւ վերակենդանացնել այն։ Փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին ասում է, ռեանիմանիան ամեն ինչ անում է, որ մեր երիտասարդները հետաքրքրվեն անիմացիայով։ Միջազգային լավագույն անիմացիոն ֆիլմերը, որը 2024-25 թվականներին արտադրված են, երկրորդ սպասվում է մարքեթինգի, Market of Animation-ի մարանի ընդլայնումը եւ կարևորագույն մեծագույն պրոդյուսերների ներկայությունը Հայաստանում, որտեղ լսելու են ազգային նախագծերի եւ համարտադրության ավելի մեծ հնարավորություններ ստեղծվելու։ Փառատոնի մարանի կոչվող հարթակը կամ անիմացիաների շուկան, որ ստեղծված է ոլորտի առաջատարների եւ սիրահարների համար, հնարավորություն է տալիս հանդիպել մեկ հարթակում։ Այս համարտադրությունների արդյունքում տվյալ նախագիծը հնարավորություն է ունենում ոչ միայն ֆինանսավորում ստանալ հայկական օրինակ կինոյի հիմնադրամից, այլև այն երկրի ներկայացուցիչ հիմնադրամներից, որոնց հետ համարտադրություն կա։ Այսինքն նոր հորիզոններ են բացվում հայկական ֆիլմերի արտադրության համար։ Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն ասում է, այս տարի հայ անիմատորները լավ արդյունքներ են գրանցել, բայց կարիք կա, որ երիտասարդները ավելի շատ իմանան, ինչ հնարավորություններ կան անիմացիոն աշխարհում։ Արտադրողները, ստեղծողները տեղեկանան դրսի հնարավորություններից, միջազգային հնարավորություններից եւ սկսած մեր ինստիտուտից, Երևանի պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտից, կարծում եմ պետք է ուսանողները այդ հնարավորությունների մասին քաջատեղյակ լինեն։ Ռեանիմանիան Հայաստան է բերել Netflix-ի ներկայացուցիչներին Մինիոններ մուլտֆիլմի պատկերաշարի հայազգի հեղինակին, իտալացի կոմիքս արտիստ Լորենցո Մատոտիին։ Առաջին անգամ Հայաստանում է նաև լիբանանահայ իլյուստրատոր Շարլ Բերբերյանը, ում արևելյան կրթություն գիրքը լույս կտեսնի շուտով։ I no longer have my parents and my older brother. Ծնողներս ու ավագ եղբայրս էլ չկան։ Այս գիրքը օգնեց ինձ, որ ես կատարսիս, հոգեկան մաքրում ապրեմ։ Ես իմ պատմությունը ուզում եմ փոխանցել թորանս։ Չէի ուզում կրկնել տատիկիս ու պապիկիս սխալը։ Ես նրանց մասին շատ քիչ բան գիտեմ։ Արքեյնի աշխարհահռչակ հեռուստասերիալի հեղինակները նույնպես Հայաստանում են։ Իլյուստրատորները պատմում են, թե ինչպես է ծնվել Արքեյնը։ We were looking to concept art books. Մենք ուսումնասիրում էինք կինոյի կոնցեպտուալ արվեստի գրքերը։ Մեր գաղափարն էր այդ արվեստը կենդանացնել, գտնել նոր ձև պատմելու պատմությունը։ Եվ մենք առաջիններն էինք, որ փորձեցինք միավորել 2 դեն եւ 3 դեն։ Երիտասարդները կարող են ճանաչել իրենց այս նախագծում։ Կարծում եմ Արքեյնը անդրադառնում է թեմաների, որոնք սովորաբար նման սերիալներում չեն օգտագործվում։ Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 25-ը ցուցադրվելու են մրցանակակիր անիմացիոն ֆիլմեր, լինելու են վարպետաց դասեր, ցուցահանդեսներ, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներ եւ այլն։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։